այս ամեն ինչը սկսվել է դեռ ուրեմն 8 տարի առաջ։ Իդեպ հետաքրքիր փաստ էս արձանագրեմ, վերջերս որ Աննա Էրատոն իր կողակցեն ժամանակ հələ կողագիցներ ամուսինը չէր։ Գնացել էին Հովանավանք, տեսակ ինչպես պարկեշտ էր հագնված, ուրեմն ես այդ նկարները տեղադրել էի, համադրել էի, դե իհարկե այդ տիգինը իմ անունը չէր նշել, գրել էր ինչ որ մեկ նկարներ է համադրել, ինչ որ բան է գրել, ու ինքը չհասկանալով թե ինչպես է ինքը բացայտում, որ իրանք վաղուց են հակագեղեցական եղել, իր հակած այդ բացվիր նազելիս այդ բանը ստայլը են, որ կաթողիկոս հետ գնացել էր հանդիպման, որտեղ որ պետք էր փակ լինել բաց էր, որտեղ որ պետք էր բաց լիներ փակ էր։ Այդ բանով, այդ շորերը հակած ուրեմն պատասխանել էր ինձ, փաստացի, ենթադրում եմ, որ ինձ, որտեղ ես էի տեղադրել եւ գրառում արել, ուրիշ մարդու չեմ տեսել, թեպա ես հակել եմ այդ շորը այնպեսին, այդ շորը համապատասխանում էր այդ նույն հոգեվորականի կարգավիճակին, այդ չագեշտավոր հոգեվորականը, որով ինքը ապացուցում է, որ իրանք շատ վաղուց հակաեկեղեցական շարժման մեջ են, իդեպ Աննա Էրատոյի պահով էր, բացարձակ չեմ զարմանա, եթե պարզվի, որ նույն կյանքի խոսք աղանդից է։ Գոնե երկու դուստրերը բացահայտ այդ աղանդի երկրպագուներ են կամ շատ մտերիմ հարաբերություններ ունեն այդ աղանդի ներկայացուցիչների հետ ու չեն էլ թաքցնում։ Այն մեծ դուստրերը այնպես դիգինել տանում նստեցնում են դրանց աղանդավորական այդ բաներին, քարոզներին, տեսանյութերը կա, ես էլ իմ ձեռքի տակ ունեմ։ Ես իմ ձեռքի տակ ունեմ այդ բոլոր տեսանյութերը։ Սկսած քարոզներին մասնակցելուց վերջացրած հայտնի աղանդավոր բլոգերի հետ տաշի-տուշիներից կամ հարսանիքներից ոսկեվազի այդ ամրոցում։ Բոլորը լավ գիտեն ով են, ինչ են։ Եվ սա ապացույց է այն բանի, որ Նիկոլան Հողը եւ նրա ընտանիքը շատ վաղուց են լցված հայ առաքելական սուրբ եկեղեցու թեմ։ Եվ դա ինչ որ իրանք հիմա անում են եկեղեցու թեմ, դա եկեղեցին աղանդավորական դարձնել է։